Գլուխ երկրորդ. Մարդը որպես հավիտենական հոգի։ Եվ Աստված ասաց. մեր պատկերով և մեր նմանության պես մարդ շինենք, և Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով, Աստծո պատկերով ստեղծեց նրան։ Ծննդոց 1:26 և 27։ Մարդը հոգևոր էակ է։ Նա ստեղծված է Աստծո նմանությամբ։ Հիսուսն ասաց, որ Աստված հոգի է։ Այդ մասին կարող ես կարդալ Հովհաննեսի 4:24-ում։ Ուրեմն մարդն անպայման պետք է հոգի լինի։ Մարդը հոգի է, ունի շունչ և ապրում է մարմնում։ Կարող ես կարդալ Թեսաղոնիկեցիների առաջին թղթի 5:23-ում։ Երբ մարդու մարմինը մահանում և գերեզման է դրվում, հոգին շարունակում է ապրել։ Մարդու այս մասը հավիտենական է։ Հոգիները երբեք չեն կարող մահանալ, իսկ մարդը հոգի է։ Հետևյալ հատվածում Պողոսը խոսում է մարմնական մահվան մասին։ Փիլիպպեցիների 1:23 և 24-ում գրված է. երկու կողմից էլ նեղ տեղ եմ, փափագելով դուրս գալ և Քրիստոսի հետ լինել, որ շատ ավելի լավ է, բայց մարմնում կենալը ավելի հարկավոր է ձեզ համար։ Պողոսն ապրելու էր։ Մարմնում թե առանց մարմնի, նա միևնույն է ապրելու էր։ Եթե նա մնար կամ ապրեր մարմնում, կարող էր ուսուցանել Փիլիպպեի եկեղեցուն և օրհնություն լինել նրանց համար։ Սակայն Պողոսի համար շատ ավելի լավ էր մեռնել և Քրիստոսի հետ լինել։ Պողոսը փաստորեն ասում է. ես կապրեմ այս մարմնում կամ դուրս կգամ և կլինեմ Քրիստոսի հետ։ Ով դուրս կգա։ Ես դուրս կգամ։ Պողոսը չէր խոսում իր մարմնի մասին։ Նրա մարմինը դուրս չէր գալու։ Պողոսը խոսում էր իր ներսի մարդու, հոգևոր մարդու մասին, ով ապրում էր իր մարմնի մեջ։ Երբեմն մարդիկ հարցնում են. մենք միմյանց կճանաչենք երկնքում։ Ես միշտ նրանց հարցնում եմ. դուք այստեղ միմյանց ճանաչում եք։ Դուք եք գնալու երկինք։ Եթե դուք միմյանց ճանաչում եք այստեղ, ապա կճանաչեք նաև այնտեղ։ Դուք նույն անձնավորությունն եք, ինչպես այստեղ, այնպես էլ այնտեղ։ Պողոսն ասում է. ես դուրս եմ գալու և Քրիստոսի հետ եմ լինելու, ինչը շատ ավելի լավ է։ Այս արտահայտությունն ինձ շատ է դուր գալիս։ Եթե նա պարզապես ասեր, ավելի լավ է, արդեն հրաշալի կլիներ, բայց նա ասում է, շատ ավելի լավ է։ Որոշ կեղծ պաշտամունքներ սովորեցնում են, որ մարդը մահանում է այնպես, ինչպես շունը, սակայն դա ճշմարիտ չէ։ Մարդն ավելին է, քան մարմինը։ Նա հոգի է, ունի շունչ և բնակվում է մարմնի մեջ։ Մյուսներն ասում են, որ երբ մարդը մահանում է, շնչավոր քնի մեջ է ընկղմվում։ Աստվածաշունչն այդպիսի բան չի սովորեցնում։ Ոմանք էլ ասում են, որ հոգին իսկապես դուրս է գալիս, բայց վերադառնում է կովի, շան կամ մեկ ուրիշի տեսքով։ Վերամարմնավորումը սուտգրային և աստվածաշնչյան ուսմունք չէ։ Կարդացեք Աստծո խոսքը, և այս հարցի վերաբերյալ ձեր բոլոր կասկածները կփարատվեն։ Պողոսն ասաց. ես դուրս եմ գալու, ես լինելու եմ Տիրոջ հետ, ինչը շատ ավելի լավ է։ Նա բոլոր եկեղեցիներում քարոզում էր միևնույն ճշմարտությունները և սովորեցնում միևնույն փաստերը։ Հետևյալ խոսքում նա միևնույն օրհնյալ ճշմարտությունն այլ կերպ է ձևակերպում Կորինթոսի եկեղեցու համար։ Կորինթացիների 2-րդ թղթի 4:16-ում գրված է. թեև մեր դրսի մարդը փչանում է, բայց մեր ներսի մարդն օրեցօր նորոգվում է։ Գոյություն ունի ինչպես ներսի մարդ, այնպես էլ դրսի մարդ։ Իրականում դուք դրսի մարդը չեք։ Դրսի մարդն ընդամենը այն տունն է, որտեղ բնակվում եք։ Դուք ներսի մարդն եք։ Ներսի մարդը երբեք չի ծերանում։ Նա օրեցօր նորոգվում է։ Ներսի մարդը հոգևոր մարդն է։ Ինչ է մեր հոգին։ Հիշեք գրքի նախաբանում մեջ բերված աստվածաշնչյան հատվածները։ Հռոմեացիների 8:14-ում գրված է. որոնք որ Աստծո հոգով են վարվում, նրանք Աստծո որդիներ են։
Այնուհետև 16-րդ խոսքը փոքր ինչ բացատրում է, թե ինչպես է Աստծո հոգին մեզ առաջնորդում։ Նույն ինքը հոգին վկայություն է տալիս մեր հոգուն, որ մենք Աստծո որդիներ ենք, այլ խոսքով Աստծո հոգին վկայում է մարդու հոգուն։ Առակաց 20:27-ում գրված է. «Մարդու հոգին Տիրոջ ճրագն է»։ Համաձայն այս խոսքերի, Աստված մեզ առաջնորդում է մեր հոգիների միջոցով։ Ուստի պետք է պարզենք, թե ինչ է մեր հոգին։ Հիսուսը Նիկոդեմոսին ասաց. «Եթե մեկը վերստին չծնվի, չի կարող Աստծո արքայությունը տեսնել»։ Հովհաննեսի ավետարան 3 գլուխ 3 խոսք։ Նիկոդեմոսը, լինելով բնական էակ, կարող էր միայն բնականորեն մտածել. մարդն ինչպես կարող է ծնվել, որ ծեր է, միթե կարող է երկրորդ անգամ իր մոր արգանդը մտնել և ծնվել։ Խոսք 4։ Հիսուսը չէր խոսում մարմնական ծնունդի մասին։ Նա ասաց. մարմնից ծնվածը մարմին է և հոգուց ծնվածը հոգի։ Խոսք 6։ Նա խոսում էր հոգևոր ծնունդի մասին։ Մարդու հոգին է, որ վերստին ծնվում և ստանում է հավիտենական կյանք, Աստծո կյանքը և Աստծո բնությունը։ Մարդու հոգին է, որ Քրիստոսի մեջ նոր արարած է դառնում։ Պողոսը մարդու հոգին անվանում է ներսի մարդ, իսկ Պետրոսը սրտի ծածուկ մարդ։ Պետրոսի առաջին թղթի 3 գլխի 4 խոսքում գրված է. «Այլ սրտի ծածուկ մարդը հեզ և հանդարտ հոգու անկեղծությամբ, որ դա Աստծո առջև շատ թանկագին է»։ Աստվածաշնչյան շատ հատվածներում, որտեղ խոսվում է սրտի մասին, նկատի է առնվում մարդու հոգին, իսկական մարդը։ Այս տեղեկությունը ձեզ կօգնի հավատքի կյանքում։ Նոր կտակարանը կարդալիս սիրտ բառն ամենուրեք փոխարինեք հոգի բառով, և Աստծո խոսքն ավելի լավ կհասկանաք։ Մարդու հոգին է վերստին ծնունդ ստանում։ Կորնթացիների 2 թղթի 5:17-ում գրված է. «Ուրեմն, եթե մեկը Քրիստոսում է, նոր ստեղծված է, հներն անցան, ահա ամեն բան նոր եղավ»։ Այս հատվածում խոսվում է ներսի մարդու մասին։ Այս խոսքը չի կարող վերաբերել դրսի մարդուն։ Երբ դուք վերստին ծնվում և նոր արարած եք դառնում, նոր մարմին չեք ստանում։ Դրսի մարդը նույնն է մնում։ Եթե դուք ճաղատ էիք, վերստին ծնվելուց հետո ճաղատ էլ մնում եք։ Եթե դարչնագույն աչքեր ունեիք, վերստին ծնվելուց հետո ձեր աչքերը դարչնագույն էլ մնում են։ Դրսի մարդը չի փոխվում։ Աստված չի աշխատում դրսի մարդու հետ։ Դուք անձամբ պետք է աշխատեք նրա հետ։ Գտեք Աստվածաշնչում, թե ինչ եք ամենում Աստված, որ անեք դրսի մարդու հետ, և այդպես էլ արեք։ Աստված աշխատում է ներսի մարդու հետ, նրան դարձնելով նոր մարդ, նոր ստեղծված, նոր արարչագործություն Քրիստոսում։